Պարոն Մարգարյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին, մի քանի թեմաների հետ կապված, ձեր խոսքը կլսենք եւ այսպես երևի մեր զրույցը սկսենք հենց այս կերպ։ Այսօր Միքայել Սրբազանի ծննդյան օրն է, Միքայել Սրբազանը երեկ վիրահատվել է եւ գիտենք, որ հետապնդման է ընթերքում կալանավորված է ինքը։ Խնդրեմ, ինչ բարեմաղթանք ունեք հղելու Սրբազանին, համեցեք։ Նախ պետք է շնորհավորել Սրբազան օրի ծննդյան օրվա կապակցությամբ նրա մաղթում եմ երկար երջանիկ եւ հաջող կյանք եւ հույսով եմ, որ ինչքան շուտ իրեն կտեսնենք ազատության մեջ, քանի որ իր տեսակ հոգեվորականի ներկայությունը, գոյությունը, ֆիզիկական գոյությունը այս օրերին շատ խիստ կարևոր է մեր հասարակության մեջ եւ նրա բացակայությունը, այսինքն դա թափուր տեղը զգացվում է։ Եվ կարծում եմ հենց այդ պատճառով է, որ նրան այսօր պահում են ճաղերի հետևում, քանի որ Միքայել Սրբազանի, Բագրատ Սրբազանի տեսակի հոգևորականների շուրջ իրական համախմբում կարող է ստեղծել ժողովրդի եւ դրանով հասնել այսօր դավաճան իշխանությունների դեմ հաղթանակի։ Ես վստահ եմ, որ այդ օրը հեռու չի լինելու, ամեն դեպքում ինքը արդարացվելու է, դուրս տեսնում է լինելու եւ մաղթանքս եմ ինչքան շուտ առողջություն, հաջողություն եւ բարի ու երջանիկ երկար ծառայության տարիներ Սրբազան հորը։ Հիմա գալով մեր սիրողություններին, մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունից իր խորին շնորհակալությունն էր ուղղում Ալիևին։ Նաև այստեղ կառավարության նիստից հետո ճապազրույցի ժամանակ նույն կերպ խորին շնորհակալություն էր հայտնում Ալիևին եւ ինչի դիմաց էլի։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ նաև սրան զուգահեռ այլևս Բաքվի դատարաններում մեղադրական վճիռներն են հրապարակվում մեր ռազմագերիների, ըստ էության բոլորին ցմահ ազատազրկման։ Խնդրեմ։ Կարծեմ Նիկոլը շնորհակալությունը հայտում են բոլոր ծառայությունների համար, որ Ալիևը մատուցել է Իրան, որպեսզի կարողանա իր իշխանության ջանքետը երկարացնի եւ մնա իշխանության ու շարունակի հայրենիքի վաճառքը, հենց այնպես որ այդպես պլանավորված է եղել սկզբից։ Այլապես ես չեմ կարծում որից է շնորհակալություն հայտնելու բանկ Ալիևին, որտեղ ինչ որ տվել է Նիկոլն է տվել, եթե պետք է մեկը շնորհակալություն հայտներ, իրականության մեջ Ալիևն է, որ պետք է Նիկոլից շնորհակալություն հայտներ այդ ամեն ինչի համար, որ վերջին 7-8 տարիների ընթացքում 7 տարիների ընթացքում ինքը տվել է Ալիևին, հանձնել Ալիևին, ինչը կարծեմ ադրբեջանցիներն նույնիսկ իրենց երազների մեջ չէին կարող այդպիսի մի բան պատկերացնել, բայց այսօր ցավոք սրտի Նիկոլի շնորհիվ այդ ամենին հասնել են եւ եթե պետք է մեկից շնորհակալություն հայտնի, կրկնում եմ, դա Ալիևն է, որ պետք է ասենք Նիկոլի շնորհակալություն հայտնի այդ ամեն ինչի համար բայց անկեղծ չգիտես իրականության մեջ ինչ է կատարվում, Նիկոլի կողմից ամեն տեսակ զիջումներ կատարվում են, ամեն տեսակ հայտարարություններ կատարվում են խաղաղության կապակցությամբ, բարի դրացիության կապակցությամբ, հակամարտությանը վերջ տալու կապակցությամբ, տարածքային ամբողջականությունը ճանաչելու ուղղությամբ, բայց եթե նայեք ադրբեջանական կողմից նույնիսկ մեկ դեպք չեք գտնի, որ շատ հստակ կերպով ասենք Ալիևը շատ հստակ կերպով ձևակերպում կատարած լինի խաղաղության մասին, տարածքային ամբողջականության մասին, շարունակաբար ոչ միայն այն ամեն ինչը որ Նիկոլը մատուցում է իրենց դրան չեն փոխարինում, այլ ընդհակառակ ամեն անգամ երբ Նիկոլը նման ոճով է արտահայտում շնորհակալություն հայտնում, տեսնում ենք Ադրբեջանը ավելի էլեկտրիանում, ավելի էլեկտրանում եւ բնականաբար ավելի ճգտումներ, իր ցանկությունները ավելի մեծանում են։ Հավանաբար Նիկոլը ադրբեջանականը դեժան բենզինի համար հավանաբար նույնիսկ շնորհակալություն հայտնում Ալիևին, որտեղ դա կարիքն ունի, լսեցի շատ ճիշտ գնահատական էր, որ մի տեսակ դա գնահատական էր հնչում երեք, եթե չեմ սխալվում, որ մի տեսակ դա կարող է որպես ընտրակաշարք ծառայել այս ընտրությունների սեմին եւ իրականության չէ, այդպես է էժան բենզին տալիս է Նիկոլին, Նիկոլը բերում է հասարակության մեջ իր գործակալների միջոցով դա վաճառում է եւ դա ներկայացնում է որպես խաղաղության ապացույց, բայց դե բոլորս գիտենք թե դրա թիկունքում ինչ է տակնված եւ իրականության մեջ ինչ նպատակ է ուրեմն հետապնդում։ Մեկը ինչ աշխարհում չեմ կարծում հնարավոր լինի գտնել որևիցե այդպես ասած երկրի ղեկավարի Նիկոլի նման, ով ասեք այդպես առակ մոռացած կլինի 5 տարի առաջ տեղի ունեցածը կանտեսի այն ամեն ինչը որ այսօր տեղի ունենում եւ այդպես հլու հնազան կերպով կգնա շնորհակալություն կհայտնի իր թշնամուն, որի հետ ամեն դեպքում այս պահի դրությամբ ինքը հակառակ բոլոր հայտարարությունների շարունակում է թշնամի մնալ, քանի որ չկա որևիցե խաղաղության համաձայնագիր, չկա որևիցե հստակ կերպով փոխզիջումային, այդպես ասած, դրսևորումներ հակառակորդի կողմից ընդամենը կա պայմանավորվածություն չկրակելու, ինչը Ադրբեջանը գոնե հիմա ժամանակավոր դա արգում է, որովհետև դա անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանի, բայց վստահ եղեք եթե այս ամեն ինչը անցնի Նիկոլի իշխանությունը ասված մի առասը վերարտադրվի,
հետո պահանջներ սկսեն կոշտանալ ու հետո արդեն պահանջներ չկատարվի, չի բացառում նաև արդեն այդ կրակոցների վերսկսվելը, պատերազմի վերսկսվելը, որ ամեն դեպքում տեսնում ենք Ադրբեջանը շարունակաբար իր ռազմական բյուջեն է մեծացնում, պատրաստում են ամեն ինչ համար եւ դա աննպատակ չի, այսինքն դա ուրիշի համար չեն անում, դա շատ հստակ է, որ այդ ռազմական բյուջեի մեծացումը, լայնումը իրենց հնարավորությունների, դա բոլոր ուղղված է հենց Ադրբեջանի դեմ ու ժամանալի է, որ այս ամենը տեսնելով հիմա Նիկոլը շնորհակալություն հայտնում, չգիտես ինչի է։ Ռազմագերիների մասով, հա, պարոն Մարգարյան, մեր հայրենակիցները արդեն եզրափակիչ ելույթներով են հանդես գալիս, բնականաբար այս կեղծ շինծու դատավարությանը իրենք չեն ընդունելու եւ չեն ընդունում այն կեղծ մեղադրանքները, որոնցով իրենց դատապարտում են այսօր, եւ մենք նաեւ տեսանք, որ մեր հայրենակից Վագիվ Խաչատրյանի ինքնազգացողությունն է վատացել, որին հոսպիտալացրել են ադրբեջանական լրատվամիջոցներն են հայտնում, սա սարսափելի է պատկերացնել ինչ պայմաններում են իրենք գտնվում, այդ կադրերը, լուսանկարները Վագիվ Խաչատրյանի հենց դատարանից եւ ինքը դատվում է եւ ինքը դատվել է ավելի շուտ Բաքվում միայն նրա համար, որ իբր Սամվել Բաբայանի վարորդն է եղել։ Խնդրեմ։ Այո, հետևում եմ դատաքննություններին այդ լրատվությունը, որ կա եւ իսկապես պետք է հիացած բոլոր պատկապարտավորեք հիացած լինել եւ գնահատել Արցախի ղեկավարության պահվածքը, որ այդպես ասած չեն կոտրվել այդ բանտային ծանր պայմաններում, որ հաստատ նրանք այս պահին գտնվում են Ադրբեջանում, շարունակում են մնալ եւ չեն ընդունում իրենց ուղղված մեղադրանքները, իսկ ասում եմ դա առավելագույնը, որ իրենք այս պահին կարողանում են անել եւ անում են իրականության մեջ, չընդունելով մեղադրանքները, միշտ եթե մեղադրանքներ ընդունեին, հավանաբար շատ ավելի այդպես ասած քիչ պատիժներով կարող էին այդպես ասած դատաքննությունը կավարտվի, բայց մեկ է հիմա իրենք դիմադրում են, կանգնում են եւ կարծում եմ մեր յուրաքանչյուր հայի պարտականությունն աշխարհի որ ծայրում էր, որ ապրում է, դառնան նրանց այդպես ասած խոսնակը, նրանց տրիբունը, նրանց այդպես փորձի նրանց ձայնը լսելի դարձնել աշխարհում եւ հույսով եմ, որ մենք կարողանանք լավագույն կերպով դա իրականություն դարձնել։ Ցավոք սրտի այսօր մեր ձեռքից ուրիշ բան այս պահին չի գալիս, այսինքն օգնել ժողովրդակերպի համար։ Միակ մեկը, որ կարող է այս հարցում իրապես մեր ռազմագերիներին, Արցախի նախկին ղեկավարությանը եւ մյուս ռազմագերիներին օժանդակեր օգնել այս հարցում եւ ուներ նույնիսկ փոքր լծակ, բայց ուներ իր ձեռքում ինչ-որ բան դա օգտագործելու, դա Հայաստանի Հանրապետության իշխանություններն էին, բայց տեսնում եք նույնիսկ այդ փոքրիկ լծակ, այդ թեթև լծակներ, որ իրենց ձեռքում գոյություն ուներ, առնվազն կարող էին դեր բանակցությունների թեմա դարձնել, որպես նախապայմաններ ներկայացնեն, տեսնում ենք դրանցից հրաժարվում են։ Հիմա պատկերացրեք, եթե այդ իրավիճակը հակառակ կողմում լինի, այսինքն մեր մոտ լինեին ռազմագերիներ, վստահ եղեք բանակցությունների սեղանի վրա առաջի պահից, որ Ադրբեջանը նստեր, առաջին նախապայմանը, որ դնելու էր ռազմագերիների ազատ արձակումն էր, ես իհարկե այդ խնդրի կարգավորումն էր, որպեսզի հնարավոր լինի գնալ առաջ եւ հասնել մյուս կետերին, բայց դեպք իրենք գիտակցելով, որ դա իրավիճակում չպետք է հայտնվեն, առաջինը փորձեցին իրենց ռազմագերիներին Հայաստանից տանել եւ Նիկոլը հլու հնացած բոլորին նստեցեց ինքնաթիռ վերադարձեց Ադրբեջան, իսկ հիմա հակառակ կողմում մնացել են մեր Արցախի ղեկավարությունը եւ անգործունյա եւ ոչինչ չունեցող իշխանություն Հայաստանում, որ իրապես իր համար ոչ մի կարևորություն չունի այդ մարդկանց ճակատագիրը, որոնց հետ Նիկոլը ժամանակին նստում էր, սեղան էր նստում, հաց էր կիսում, աղոհաց էր կիսել եւ իսկապես ամոթալի է պահվածքը, որ դու մեկի հետ որ աղոհաց ես կիսել, այդ մարդը հայտնվել է նման իրավիճակի մեջ եւ իդեպ քո պատճառով հայտնվել իրավիճակի մեջ, անտեսում ես եւ ասում ես դա քո խնդիրը չի, ամեն անգամ երբ տեսնում եք հարց են ուղում իրենց Արարատ Միրզոյանին, Նիկոլ Փաշինյանին, ասում են մենք բանակցում ենք, չենք, բայց որևիցե մեկը չգիտի իրապես որտեղ են բանակցում, ինչ են անում, որից հետո որից է շոշափելի գոնե ինչ որ դրական արդյունք այդ ամեն ինչից չի ստացվում, նշանակում է եթե նույնիսկ ինչ որ բաներ անում են, դա սխալ են անում, վատ են անում եւ որից արդյունք չեն կարողանում դրանից ստանալ։ Ամեն դեպքում մաղթանքս է, որ ինչքան շուտ այս իրավիճակը վերջ գտնի, մենք կարողանանք Ադրբեջանում պահվող մեր ռազմագերիներին եւ հատկապես Արցախի մեր ղեկավարությանը տեսնենք հայրենիքում, մեր մեջ եւ այդ ժամանակ կարողանանք իսկապես մեր երախտագիտությունը եւ գնահատակի խոսք ուղղել։ Հիմա երեք եղավ այս խոսքը, իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը։ Բայրամովի խոսքերն են։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Հստակեցնենք, հա, որն է Ադրբեջանի շահը։ Որը բաժին է չանադասած ձեր հարցումը, եթե միակարգ կնեք։ Որն է Ադրբեջանի իր
Որն է Ադրբեջանի իրական շահը։ Բայրամովը հայտարարում է իր այցը Հայաստան հնարավոր է, եթե դա հետապնդի Ադրբեջանի ազգային շահը։ Ադրբեջանի ազգային շահը գիտեք Հայաստանի գոյություն չունենալն է, Հայաստանում պետականություն գոյություն չունենալն է, մեր արժանինքների, մեր մշակույթի, մեր արժանապատվության ոտնահարումն է։ Դրանք բոլոր Ադրբեջանի ազգային շահերն են եւ Ադրբեջանի ազգային շահերը կապահովեն այն դեպքում, երբ այդ իրավիճակը ստեղծվի, եւ տեսնում եք Նիկոլը մեզ ուղղակիորեն տանում է այդ ուղղությամբ եւ օրակարգության մեջ այն բոլոր քայլերը, որոնք իրականացվում են, հենց ուղղված են Ադրբեջանի ազգային շահերի ապահովմանը, ինչ էլ որը միջև հիմա կատարվել է, ուղղակիորեն դրանից շահողը ոչ թե եղել է հայ ժողովուրդը, այլ եղել է, ասենք, Ադրբեջանն է եղել։ Հիմա առավելագույնը, որ մեզ այս ամեն ինչից գործընթացներից վերջին քանի 2-3 տարիների խաղաղության, այս խաղաղության խաչմերուկ այս ամեն ինչից, որ Նիկոլը հայտարարում է դրանցից, մեր շահը եղել է մի քանի վագոնից, չգիտեմ, քան երրորդ կարգի ցորեն, որը եկել է Ղազախստանից, Ադրբեջան ճանապարհով անցել է եկել է Հայաստան եւ հիմնականում անասնակեր է եղել։ Մեկ էլ այդ այդպես ասած էժան բենզինը, որ հիմա փորձում են խափելով բերել հասնել Հայաստան, մեր ամբողջ ստացած ետ է եղել, բայց հիմա դիմացը տեղեկ, ասենք Ադրբեջանը ինչպեսի բաներ է ստացել, որ ասում նույնիսկ երազում չէր կարող տեսնել, Արցախը հիմա այդ ամբողջը կա, եւ հիմա այդ հետաքրքիր բանից քիչ առաջ էր գրեցի, Բայրամով չափազանց կարևոր մեկ հայտարարություն էր երեք նաեւ արել այդ արտահայտությունների շրջագծում, որ կարծեմ մի տեսակ անտեսվեց, կարծեմ, իսկ կարծում եմ շատ ավելի ուշադրության կենտրոնում հայտնվել, բայց հիմա բացատրեմ ինչ ասել ուրեմն Բայրամով, որ կարծեմ չափազանց կարևոր է եւ շատ ուղիղ կերպով իրականության մեջ բացահայտում է, որ Նիկոլը հայ հասարակությանը խաբել է իրականության մեջ այդ թրիփ կոչված ճանապարհի կապակցությամբ, եթե հիշեք ամեն անգամ երբ իրենց հարց են տալիս, Նիկոլին հարց են տալիս, Արադ Միրզոյանին հարց են տալիս, պնդում են, որ սա միջանցք չի, սա ճանապարհ է, մենք մեր ինքնիշխան իրավունքները այդտեղ պահպանում ենք, ես չգիտեմ, մաքսային հսկողություններ են լինելու ինչ են լինում, բայց երեք շատ հստակ կերպով Բայրամովի բառերն եմ ուզում կպցիտել, շատ հստակ կերպով ասեց, որ թրիփի ճանապարհի ելք ու մուտքը լինելու է Ադրբեջանի տարածքում։ Շատերը գուցե չեն հասկանում ինչ է ասում Բայրամովը, բայց Բայրամովի ասածը ուղղակիորեն միջանցքի հաստատումն է, որ Նիկոլը այդ միջանցքը տվել է իրենց, հիմա տրամաբանորեն, եթե Նիկոլի եւ Արադ Միրզոյանի եւ մյուսների հավակնությունը ճիշտ լիներ, որ միջանցք չեն տվել այդ թրիփ ճանապարհն է իրականության մեջ գոյություն ունի, դրա մուտքի եւ ելքի կետերը պետք է լինեին Հայաստանի արևելյան եւ արևմտյան սահմանակգծերում եւ այդտեղից պետք է սահմանակգծից պետք է սկսվեր Թրամփի ճանապարհը, ավարտվեր Հայաստանի մյուս սահմանակգծում եւ այդ սահմանակգծի այդ ելքի եւ մուտքի կետերում պետք է լինեին համապատասխան մաքսային ստուգումներ եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պիտի կարողանային իրենց ինքնիշխան իրավունք այդտեղ իրականացնեին ստուգում մաքսային եւ տարբեր սահմանապահական, պես ասած, ստուգումների միջոցով։ Բայց Բայրամովը շատ հստակ կերպով երեք հայտարարեց, որ ելք ու մուտքը լինելու է ոչ թե Հայաստանի սահմանի վրա, այլ Ադրբեջանի տարածքում, այսինքն այդ ճանապարհը սկսելու է Ադրբեջանի տարածքից, ներսից շարունակվելու Հայաստանի տարածքով եւ ավարտվելու Ադրբեջանի ներսում։ Դա ուղղակիորեն նշանակում է այն, որ ստուգումները, մաքսային ստուգումները, սահմանապահական ստուգումները ընդհանրապես Հայաստանի կողմից չեն լինելու, ինչ որ կատարվելու է ճիշտ ներքին ինչ որ մի բան գնացքը նստելու են մարդիկ Ադրբեջանում, այդ գնացքը Հայաստանի սահմանով առանց ստուգումների անցնելու է եւ մյուս կողմից դուրս է գալու, այսինքն մտնի Ադրբեջան կամ հակառակ ուղղությամբ։ Հիմա պատկերացրեք այդ ձևաչափով ինչպիսի սարսափելի բաներ կարող է զենք, զինամթերք, ամեն ինչ կարելի է այդտեղից փոխադրվի, գնա, ահաբեկիչներ կարող են փոխադրվել, բայց հիմա այդ ամենի մեջ մեր այդպես ասած ինքնիշխան իրավունքի իրականացումը որտեղ է տեղի ունենում, բարձրավոր որից այդպես բան չկա եւ մը չգիտեմ այսօր չգիտեմ Նիկոլենց գեղում սրան ինչ են ասում, բայց միջազգային հասկացության մեջ սա ուղղակիորեն միջանցք է, եթե որից է ճանապարհ քո տարածքով անցնում է, դու որից է հսկողություն ունես, ինչ որ ուրիշ տեղից է սկսվում, ինչ որ ուրիշ տեղ ավարտվում է, ոչ թե դա քո սահմանների վրա է դրա ելք ու մուտքը, դա միջանցք է, հիմա դրան ուրիշ բան չի կարելի կոչել եւ հուսում եմ որ մենք ուշադրություն կդարձնենք մեր այսպես ասած շրջանակներ այդ կարևոր հայտարարության վրա, որ Բայրամովը կատարել է, քանի որ շատ հստակ կերպով կարծես մի տեսակ Բայրամով ասես, որ Նիկոլը ձեզ խափում է, սուտ ասում, միջանցք է եւ միջանցքի տրամաբանությունը գոյություն ունի, դեպ այդտեղ ասած, որ Ադրբեջանը իր ակնկալիքներն ու պահանջներն ունի, փակագծեր չբացեց, թե հիմա ինչ պահանջներ ակնկալիքներ ունի, բացի այս ամենից որ ստացել է, կարծում եմ պետք է սպասենք, հիմա տեսնենք ինչ է ստացվելու ապագայում։
Գալով ադրբեջանական բենզինին, պարոն Մարգարյան, իհարկե դուք անդրադարձել եք, բայց հստակեցնենք, հա, նախ մենք բավականին ծավալուն նյութեր մեր էջում տեղադրվել Telegram ալիքում, որտեղ հստակ ներկայացված է ադրբեջանցի, վրացի վարորդների, այսպես ասենք, հայտարարությունների մեկնաբանությունների հիման վրա, թե իրականում ինչ անորակ տեսակ բենզինի հետ գործ ունենք եւ դա հետագայում ինչ հազարավոր դոլարների վնասներ է հասցնելու վարորդներին։ Ես այս մասով կուզեմ ձեր տեսակետը լսել եւ իհարկե դուք սա համեմատել եք թմրադեղի վրա նստեցնելու միջոց։ Հիմա կխնդրեմ եւս մեկ անգամ անդրադառնաք եւ կարծում եմ հասցրեցիք իմանալ, որ իհարկե Հայաստանում պետք է դրանով շատ արագ զբաղվեն ներկրման հարցերով Խաչատուր Սուքեսյանի եւ Սամվել Ալեքսանյանին ընտանիքներին, այսպես ասենք, պատկանող ընկերությունները համեցեք։ Այս այդ ընտանիքների պատկանող ընկերություններով պետք է զբաղվեն, դա հստակ է, բայց բացեն բոլորս էլ գիտենք, որ այս իշխանությունների օրոք դա իրականություն չի դառնալու, քանի որ նրանք իրականության մեջ Նիկոլի կողմից իջեցված հրահանգներն են կատարում, պայմանավորվածությունները, որ Նիկոլ Ալիևի հետ ունի այս նման հարցերի կապակցությամբ, իրականության մեջ այդ գործարարները Հաճատուսիկացիան մյուսներ հիմնականում լծակներ են, որոնք պետք է իրականություն դարձնեն Նիկոլի եւ Ալիևի պայմանավորվածությունները, բայց վստահ եմ, որ հաջորդ իշխանությունների ժամանակ բոլորը կանգնելու են դատարանի դիմաց եւ պատասխան են տալու իրենց այս դավաճանական ֆայլերի դիմաց, քանի որ այս ամեն ինչը կառուցվել է մեր հայ զինվորների արյան վրա եւ այդ մեր զինվորների արյան գինն է իրականության մեջ, որ այդ մարդիկ այդպես ասած կոպեկների են վերածում, լցնում են իրենց կրպանները եւ դրանով հարստանում են առանց որից ամոթի զգացում ունենալու եւ չեն էլ պատկերացնում եկանչամ ինչ են անում, որտեղ այդ գումարները, որ հիմա բենզինի վաճառքից գոյանում է, իրականության մեջ դրանք մի կերպ անուղակի կերպով վերադառնում են բնականաբար Ադրբեջան, իսկ Ադրբեջան վերադառնալով դրանք վերածվում են զենքի, զինամթերքի, որի շատ շուտով ուղղվելու է բնականաբար Հայաստանի դեմ հիմա այլևս շատերը հիմա ասում են Արցախ կարևոր չի, այդպես ցավոք սրտի այդպեսի պատկերացում կար ոմանց մոտ, իհարկե հույս եմ, որ շատ մեծատիվ չեն նրանք, բայց հիմա այլևս Արցախի խնդիրի չէ, ուղղակի Հայաստանի խնդիրն է, այսինքն այդ զենք ու զինամթերքը, որ Ադրբեջան այդ վաճառված հայերի միջոցով վաճառված հայերին վաճառված բենզինից գոյանում այդ գումարներից գոյացած այդ զենք ու զինամթերք ուղղակիորեն ուղղվելու է եւ կրակվելու է հենց հայ հասարակության վրա, հենց մեր երեխաների վրա, մեր քույրերի եւ եղբայրների, հուսով որ մեր ժողովուրդը դա իրականության մեջ գիտակցում է։ Ես չեմ կարծում ադրբեջանցիները մեր գեղեցիկ, այդպես ասած, աշկերի կամ սեղոնքերի սիրահարն են, որ մեզ բերում են էժան բենզին են տալիս, որ մենք լավ ապրենք, լավ այդպես ասած բենզինից օգտվենք, էժան բենզին, թանկ բենզին չգնենք։ Շատ հստակ է, որ այդտեղ իրենք հետին նպատակներ ունեն։ Նախ հենց այն, որ դուք ասեցիք, այսինքն անորակ բենզին վաճառելով իրականության մեջ տնտեսական ուրիշ տեսակ վնասներ են պատճառում մեզ, բայց ամեն դեպքում հետի նպատակը նաև հետապնդում, ես ասեցիք մեկ անգամ էլ կարծում եմ ձեր եթերում էլ ասել, որ սա ուղղակիորեն նմանական նրան, որ այսինքն մեկը ընկերոջ դիմակով մոտենում է մեկին, նրան այսպես ասած էժան գնով կամ նույնիսկ անվճար թմրադեղ է մատակարարում նայել ժամանակավոր մի հաճույք ստանալու համար դա ընդունում է եւ ժամանակի ընթացքում երբ որ արդեն մոլի է դառնում, արդեն այդ թմրադեղ վաճառողը սկսում ավելի մեծ գին պահանջել եւ այդ ժամանակավոր հաճույքով տարված մարդ երբ որ մոլի է դառնում, պարտարում է արդեն դրանից հետո ինչ գին է, որ իրանից պահանջում են դրա դիմաց, այդպես ասած, վճարի։ Հիմա մենք շուտով Ադրբեջանի իրականության մեջ այս նույն ուղղությամբ է գնում, մեզ փորձում է կանգնեցնել այդ իրավիճակի մեջ, երբ այդպիսի էժան բենզինի այդպիսի հաղամը հայտնվեց Հայաստանում, հետո դե արդեն սկսելու են նոր պահանջներ ներկայացվել այդ ամենի դիմաց, որը այդպես ասենք, եթե թմրամոլ իր ընտանիքն է վաճառում, իր ունեցվածքն է վաճառում, մեզանից պահանջելու են մեր պետականությունը, մեր անկախությունը, մեր արժանապատվությունը, որ անկեղծ ասած չպետք է թողնենք, որ այդտեղ հասնի եւ հույսա որ մեր ժողովուրդը կգիտակցի եւ այդպես ասած չի խափվի այդ էժան, ես ինչ գիտեմ, բենզինով կամ ուրիշ այդպես ասած մթերքներով, որոնք հավանաբար գալու են Ադրբեջանից։ Եվ պարոն Մարգարյան սպասում էր այս շաբաթ, որ ինքը կգրոհի անձամբ կգնա մայրտաճար վեհարանի վրա, բայց կառավարության նիստից հետո հայտարարեց, որ ինքը մեկ այլ տեղ է լինելու պատարագի։ Իհարկե ասում են զգոնությունը չպետք է կորցնել, հաշվի առնելով, որ իր այսպես կոչված շակերտավոր աջակիցները ամեն խաժամուժի էլ պատրաստ են, եւ նաեւ
ինչ էր խոսում կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։ Գիտեք, որ թուրքական լրատվամիջոցները գրել էին բավականին մեծ լսարան ունեցող լրատվամիջոցները, որ ով է լինելու Հայաստանի հաջորդ կաթողիկոսը մի հարց, որը կորոշվի ոչ թե Էջմիածնում, այլ Ստամբուլում կամ Անկարայում։ Եվ Փաշինյանն ըստ էության անդրադառնալով այդ հրապարակումներին թուրքական մամուլի նորից գնաց ինչ-որ պատմությունների գիրկը եւ խայտարակ հայտարարություն է անում, ով չգիտի, որ հայ կաթողիկոսներին ընտրել են թուրքական կայսրությունները։ Ես կխնդրեմ մեծ մասով ձեր մեկնաբանությունը տաք եւ արդյոք իր գրոհը ինքը նահանջում է Մայր տաճարի վրա չգնալով, թե ամեն պահի ամեն բան իրենից սпасելի է։ Ամբար իր նպատակը վերջին հաշվով Սուրբ Էջմիածին մտնելն է եւ այնտեղ պղծելն է, դա հաստատ է, այսինքն ես չեմ կասկածում այդ հարցում, բայց երբ հրապարակում եղավ դեկտեմբերի 28-ին գնալու, ես կասկածում էի, որ դա իրականության հետ այդպես իրականություն կդառնա։ Նախորդ նման հայտարարություններ վերջին շրջանում տեսնեք արդեն գուցե մի 10-րդ անգամ որ օր ժամը հայտարարվում որ այսինչ ժամին Նիկոլը գնալու է մտնի Էջմիածին եւ տեղի չունենում դա մի տեսակ այդ գոդոյին սпасելիս ներկայացնում բեմադրման բանը որ ասեմ Նիկոլը գգա չի գալիս լավ եւ կգա մյուս օրը կգա ես չեմ կարծում հիմա այս պահին ինքը ունի հնարավորություն դա անելու ասում եմ բայց չի բացառում իր ցավեջին ասվով իր ցանկությունը դա է որ պիտի կատարի ես կարծում եմ ինքը մի տեսակ սադրանքի այդպես ասած տպավորության այսպես թողնում, որտեղ իր վերջնական նպատակն է, որ այդպիսի վախի մտնոլորտ ստեղծելով, որ էսա ես գալու եմ, մտնելու եմ, էսա այս շաբաթ գալու եմ, տանի հասնի այնտեղ, որ ասին կաթողիկոսը կամ այդպես ասած մեր Պարսակույն հոգևորական կամ կաթողիկոսը այդպես ասած նյարդները տեղի տան եւ կոչով հանդես գա, ինչ որ համախմբման եկեք մասնակցեք եւ այդ պահից հետո Նիկոլը կունենա իրավական, ես ասել եմ միշտ արդարացումներ ոչ քայլեր ձեռնարկելու գաղափար հայրապետի դեմ։ Ինքը անշուշտ եթե կարողանար վաղ հենց այս վարքյանին կգնար կաթողիկոսին կկալանավորեր իր հեղինակությունը իր ուժը ցույց տալու համար, ինչը արեց ասենք Բագրատ Սրբազանի հետ Միքայել Սրբազանի հետ։ Բայց դե կաթողիկոսին չի կարողանում մոտենալ, որովհետև չունի որից է հոդված, որի շնորհիվ տակ կարող է գնալ ասենք գաղափար հայրապետին կալանավորի։ Հիմա ինքը այդպեսի հիմար հավակնություններ է կատարում, ես ինչ գիտեմ կուսակրոնության ուխտը խախտել, կանոնակիրքը չհարգել, բայց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որևէ հոդվածով դրանք հանցանք չեն համարվում եւ դրանով չի կարելի որևէ մեկի կալանավորել, տանել կալանք։ Հետաբար Նիկոլը չունի պատրվակ դա անելու համար, պիտի հասնի մետեղ, որ ասենք միտեղ գուցե կաթողիկոսի նյարդերը տեղի կան, նման մի կոչ հայտարի, ու այն պահի, երբ կաթողիկոսը նման կոչ հայտարեց, Նիկոլը դա տանելու ամցնի սահմանադրական խախտի խախտման հոդվածի տակ եւ հետո սկսի ավելի այդպես ասած կոչ քայլեր ձեռնարկել եւ ես կարծում եմ հիմա կաթողիկոսը շատ այդպես ասած խոհեմ մոտեցում ցուցաբերում համբերատարությամբ, այդպես ասած այդ սադրանքներին չի տրվում եւ չի գնում այդ քայլի, որը Նիկոլին կտա արդարացում իր հետագա քայլերում։ Եվ Նիկոլ տեսնում ենք ամեն անգամ անում է ձախողում, որտեղ չի կարողանում այդ իրավիճակին հասնել։ Հիմա դեկտեմբերի 28 ես չեմ կարծում այն օրներ, որ Նիկոլը կներխուժեր, ասենք, որտեղ հիմնականում որից է բանել այդ օրը չկա, հատկապես տոնական օրեր բաներ ժողովուրդ հավաքել տանել այդտեղ նման շոկ կազմակերպել իր համար գուցե այդքան էլ հեշտ չլիներ, քանի որ վհարանի վրա գրողելը, ես մտածում գրողելը շատ ավելի մեծ աջակիցների կարիք ունի։ Բայց օրինակի համար ես ասում եմ չի բացառում ոչ հանկարծ խելքին փչի, ես ինչ եմ հունվարի 6-ին կամ դեկտեմբերի 31-ի գիշերը փորձի գնալ ասիզում կամ պատարակի մասնակցել Սուրբ Էջմիածնում կամ ասենք հունվարի 5-ի երեկոյան ճրագալույցին որոշի գնալ կամ հունվարի 6-ի Սուրբ Ծննդյան ջրոնեկի արողության ասի ես ուզում եմ կամ փորձի պղծել այդ արողությունները դրանք գիտեք Նիկոլից սпасելի են կանխատեսելի ամեն դեպքում կարող անել հատկապես որ դե գիտեք հունվարի 6-ը եւ գրել է այդ մասի որ հունվարի 6-ը եւ մեր եկեղեցու անկախության խորհրդանիշներից մեկն էլ այնա որ մենք Սուրբ Ծնունդը նշում ենք մի քիչ տարբեր ասինքն ամբողջ աշխարհից ամբողջ աշխարհը դեկտեմբերի 25-ին է նշում մենք հունվարի 6-ին ենք նշում ավանդաբար հավատարիմ մնալով քրիստոնեության առաջին դարերից եկող այդ ավանդույթին որ այն ժամանակ սկզբնական շրջանում էր հունվարի 6-ին էր եւ չի բացառում նաեւ այդ պղծելու համար այդ ամեն անկախության այդ վերջին եկեղեցու անկախության այդ խորհրդանիշը պղծելու համար փորձի դա էլ այդպես ասած խարդեն իրար այդպես ինչ որ սադրանք կազմակերպել այդ օրը մեկը Նիկոլը ասում փորձ չեմ կարծում նահանջում է բայց ինքը փորձում է տարբեր այդպես ասած մարտավարություններ կիրառ հիմա եթե հետևեք քիչ առաջ ինքը մի հատ տեսագրություն էր տարածել որ վաղը որ գնում է ուրեմն Գառնի եկեղեցում պատարակի մասնակցելու
ասում որ իր ակնկալիքն է, որ Գարեգին Գաղափարի անունը չհնչի, բայց դրա հայցը կարևոր մեկ հայտարարություն արեց, ասեց, որ ժողովուրդն ասում են մենք ուրիշ եկեղեցիներ, որ գնում ենք վատ ենք զգում, որ Գարեգին Գաղափարի անունը հնչում է, կարող ենք տեղի վրա բողոքենք, Նիկոլը հրահանգ արձակեց, որ այո, կարող եք մյուս եկեղեցիներում էլ բողոք բարձրացնել այդ անունը հնչելու ժամանակ։ Մի տեսակ հրահանգ արձակել Նիկոլը, որ հիմա այս Կիրակի օրվանից հետո ամեն պատարագի, հիմա ոչ այն պատարագների, որ ինքն է միայն գնում մասնակցում, մի տեսակ կարծես դուրս է գալիս այդ գաղափարից, որ 5 աջակիցներին հավաքի տանի մեկտեղ, այդ ցանցերը, որ ինքը ստեղծել է, այսինքն կրթել է, նորացել է, դե գիտեք, հսկայական իրենք ցանց են կարողացել ստեղծել, դրանց այդպես ասած տարածելու է որքան հնարավոր ավելի շատ եկեղեցիներում, փորձելու է այդ հիմա մարտավարությունը կիրառի եւ եկեղեցիներում պատարագի կարգերը խանգարի, որտեղ որ Գարեգին Գաղափարի անունը հնչում է, փորձի ժողովրդի մեջից այդպեսի այդպես մի հատ իրավիճակ ստեղծել։ Նույն բանը, որ հիմա մենք անում էինք իր նկատմամբ, այսինքն մենք էինք անում, եւ որտեղ ինքը չէր հնչեցնում Գարեգին Գաղափարի անունը, գնում էին մեր երիտասարդները կամ հավատացյալները Գարեգին Գաղափարի անունը եկեղեցում պատարագի ժամանակ հնչեցնում էին նույն պահին, հիմա ինքը ուզում այդ քայլը հակադարձելով, այնպես անի, որ մյուս եկեղեցիներում, երբ Գարեգին Գաղափարի անունը հնչեցնում, այդպես ասած ժողովուրդի պրտե բողոք ներկայացնեն։ Եվ հուսով եմ, որ չի հաջողվի, բայց ամեն դեպքում 1, 2, 3 հոգու անդադ գործուղելու է տարբեր եկեղեցիներ, վստահ եք, որ այս Կիրակի օրը ես կարծում եմ, այդպես ասած, ինչ որ բանի ականատես ենք լինելու, տարբեր եկեղեցիներում այդ կարգի խանգարումը փորձելու այն իրականացնի եւ ասում եմ գնալու հասնել լինելու, որ մեր ամբողջ այդպես ասած սրբությունները ոտնատակն առանց գիտակցելու, որ ինքը իր անհատական ցանկությունը իրականություն դարձնելու համար իրականության մեջ հեղինակազրկում է եկեղեցուն, որտեղ ցանկացած նման դեպք եկեղեցու կամարների տակ եթե տեղի նմանողության ժամանակ ամեն դեպքում հեղինակազրկումը այդպես ասած արժեզրկում այդ արարողություն եւ Նիկոլը ցավոք սրտի գնում այդ ուղղությամբ եւ դա կարծում եմ մենք չպետք է իրեն թույլ տանք եւ չպետք է թողնենք որ գործը այդտեղ հասնի։ Եվ պարոն Մարգարյան, նաև գալով ռազմագերիների հարցին, կարծում եմ տեսել եք, որ ադրբեջանցիները ֆիլմ են պատրաստել Ռուբեն Վարդանյանի մասին եւ այնտեղ նաև իրենց խոսքը կա Սամվել Բաբայանի, Տիգրան Խզմալյանի, Սամվել Բաբայանի, այս անձանց հետ կապված ինչ ունեք ասելու ու նորից գալով Վագիվ Խաչատրյանին, որը դատվում է Սամվել Բաբայանի վարորդը լինելու, դատվել է լինելու համար, իսկ Սամվել Բաբայանը, ինչպես ինքն էր ասում, սափրված, եկել անցել է կամրջով, մի հատ էլ հետ ադրբեջանցիների ձեռքն է սեղմելու անցել։ Խնդրեմ։ Այն որ Սամվել Բաբայան նախկինից ադրբեջանցիների հետ բանակցում էր, ինքը չի էլ թաքցրել շատ հստակ կերպով, ես հիշում եմ ժամանակի նախքան Արցախի օկուպացումը, այդ մասին ինքը խոսում էր, այն ժամանակ երբ փակ էր ամբողջ ճանապարհները, այդ հիշեք այդ ակտիվիստները փակել էին միջանցքը, երթևեք չէր լինում, հնարավոր չէր անցնել, եւ տեսեք ինքը հանգիստ կարողանում էր հայտնվել Հայաստանում եւ պարզպին ասում դե ճանապարհներ կա, ես կարողանում եմ գալ, շատ հստակ է, որ ինքը ադրբեջանցիների հետ գաղտնի գործակների մեջ է եղել, կապերի մեջ է եղել, պարզ վկայություն են, որ ինքն անցնում է, բայց իր ասենք իր վարորդին կալանավորում են եւ տեսնում ենք ինչպես է ծանր պայմանների մեջ ապահովում։ Հիմա այդ տեսագրությունն էլ որ տարածեցին, ամեն դեպքում չէին կարծում, որովհետեւ մեկը չեմ կարծում ակնկալում էր, որ Ադրբեջանը, ես ինչ գիտեմ, իր հսկական բանտախցերից է իր նկարահանումներ անելու ծանր պայմաններն է ցույց տալու, որ այդ մարդիկ ապրում են։ Բնականաբար փորձելու է այդպես ասած այնպիսի տպավորություն ստեղծել, որ լավ պայմանների մեջ են պահվում ռազմագերիները, իրենց իրավունքները հարգվում են, բայց դե բոլորս էլ գիտենք այդ իրավիճակում չի նույնիսկ ասեմ, եթե այդ ամեն ինչը որ ցուցադրում են ճիշտ լինի, ամեն դեպքում գերության մեջ, թշնամի երկրի գերության մեջ մնալը հոգեբանորեն արդեն իսկ բավական է, որպեսզի դա ճնշում լինի մարդկանց վրա։ Հիմա այդ պայմանները բնականաբար, որ ինչ որ ցուցադրել են իրականության չի կարող համապատասխանել։ Իսկ այդպես ցավում եմ, որ այդպես ասած մեր հայ, այդպես ասած գործիչների մանկախ բավական տարաձայնությունից, որ կարող ունեցան, նման ունեցած լինեն, նման հայտարարություններ են անում, որ հետո իրենց հայտարարությունները տեղ է գտնում ադրբեջանական, այդպես ասած լրատվության մեջ։ Գիտեք, ցանկացած հայ պետք է ամոթ զգավ եւ տեսնի, որ իր կատարած որևիցե հայտարարություն, նույնիսկ եթե դա հատվածաբար լինի Ադրբեջանի կողմից որպես ցիտվի Ադրբեջանի կողմից որպես աղբյուր ծառայի իրենց կատարած արդարացնելու համար կամ իրենց այդպես ասած բարի եւ լավ ցույց տալու համար։ Ես կարծում եմ ժողովրդի գնահատականը կտա այս մարդկանց, կարծում եմ ուշ չի լինելու թե Սամվել Բաբայանի, թե Խզմալյանին, մյուսներին, ովքեր նման հայտարարություններով են հանդես եկել, կարծում եմ բոլորը կստանան իրենց պատասխանը եւ շուտով պարզ կդառնա թե իրականության մեջ արդարը ով է եղել այս հարցերում։ Բայց ինչի դրսևորում է էլի խոսել այնպես խայտարակ ձևով է խոսում Ռուբեն Վարդանյանի մասին,
Ինչ նպատակ է այս անձը հետապնդում։ Կտրում անձնական ատելություն, գիտեք, մարդիկ մաղձով, թարախով պատված են։ Նիկոլի մի տեսակ ուրիշ տեսակն է, գիտեք, նույն Նիկոլն է, այդ վրեժխնդրության, այդ մաղձը, ամեն ինչ, որ իրենց մեջ կա, պիտի միտեղ դրսևորեն, հիմա այդ մարդիկ գերության մեջ են, պատասխանելու հնարավորություն չունեն, հակադարձելու կամ արձագանքելու հնարավորություն չունեն, հիմա դաշտը բացվել է Սամվել Բաբայանի մարդկանց համար, ովքեր կարողանան, այդպես ասած, իրենց մաղձը թարախ այդպես թափեն, երկաթը այդ է հիմնականում, այսինքն ասպարեզը դատարկ են տեսնում, ցավոք սրտի իրենց համար կա հնարավորություն, կան լրատվամիջոցներ, ովքեր այս մարդկանց խոսափողը պահում են, տարածում են, ցավում եմ դրա համար, որտեղ այս մարդիկ պետք է հիմնականականորեն բոյկոտի ենթարկվեին մեր հասարակության կողմից, ընդհանրապես չպետք է կարողանային մեր հասարակության մեջ գլուխը բարձր պահեն, բայց ցավոք սրտի տեսնում ենք ոչ միայն գալիս են, գնում են, հարցազրույցներ են տալիս, այլ մեկ էլ ասոցիացիա ապագա ընտրություններին մասնակցելու հայտեր են ներկայացնում։ Ցավոք սրտի այսօրվա մեր իրավիճակն է, որ Նիկոլը ստեղծել է մեզ համար, այսինքն ամեն ինչի, պես ասած, գնանք եթե շարունակենք, միտեղ վերջը հասնում ամեն դեպքում Նիկոլի։ Եվ ամփոփելով մեր զրույցը, զգոն լինենք, այո, դուք էլ ասացիք, որ հրահանգ է ինքը նոր իջեցրել, ամեն պահի կարելի է սպասել, եւ դեկտեմբերի 18-ին մենք վերջին շրջանում առաջին անգամ տեսանք, որ ընդդիմադիրները միասնաբար կարողացան կանգնել հայ առաքելական եկեղեցու կողքին, ի պատիվ հայ հեղափոխական դաշնակցության, ի պատիվ մեր ձևով շարժման եւ մյուս ընդդիմադիր փոքր ուժերի եւ այս պարագայում, ինչպես պարոն Սաղաթելյանն էր ասել, սա հաղթանակ էր, բայց զգոնությունը կորցնել չի կարելի, որովհետեւ իրենցից ամեն պահի, ամեն րոպե, ամեն ինչ սպասելի է։ Այսինքն շատ պարզ է, եթե Նիկոլը մինչև այս պահի չի գնացել վերջնական քայլի, համարձակություն չի ունեցել իր վերջնական նպատակը, այսինքն վահարանը գրավելու, վեհապարի կալանավորելու այդ նպատակները չի կարողացել բարեբախտաբար իրականություն դարձնել, դրա միակ պատճառը եղել է այն, որ ժողովուրդը գոնե եկեղեցու հարցում այդ միասնականությունը կարողացել է պահպանել եւ հակառակ Նիկոլի ցանկության, որ չի ցանկանում եկեղեցու շուրջ այդ համախմբում առաջանա, տեսնում ենք եկեղեցին այն միակ կառույցն է, որ չնայած այսպես ասած քաղաքական տարբեր տարաձայնությունների, որ մեր քաղաքական ուժերը կարող են ունենալ, ամեն դեպքում եկեղեցու շուրջ այդ համախմբումը իրականություն է դառնում։ Եվ կարծում եմ հենց այդտեղ է ամբողջ այդ խնդիրը Նիկոլը ունի եկեղեցու հետ, հենց այդտեղ է, որտեղ ինքը գիտի սա այն հիմնասյունն է, որի շուրջ այդպես ասած ժողովուրդը մի կողմ թողած իր քաղաքական տարաձայնությունները գալիս է, կանգնում է եւ այդպես ասած միասնականության դրսևորում կա այդտեղ։ Եվ հենց այդ պատճառով է թիրախը։ Ուրեմն մենք պիտի կարողանանք որքան հնարավոր է այդ սյունը, այդ այդպես ասած այդ կառույցը պահպանենք եկեղեցին եւ փորձենք ինչքան հնարավոր է դրա շուրջ ընդլայնում առաջացնենք։ Եվ այս նախկին անգամ էլ էի ձեր եթերում ասել եւ ասում նույնիսկ շատ քպականներ այս հարցում Նիկոլի հետ դեմ են եւ բարեբախտաբար տեսնում ենք, որ այս հարցում Նիկոլի տեսակետները չեն կրկնում, այսինքն եկեղեցու հզորությունը այնքան շատ է, որ նույնիսկ որոշ քպականների քանդումը Նիկոլից բերում է կանգնացնում է իր կողքին, եթե խոսքը հասնում է եկեղեցում։ Իսկ կարծում պիտի գիտակցենք եկեղեցու այդ կարևորությունները, որովհետեւ կերպով չլքենք այդ դրամատը, փորձենք այդտեղ մնալ եւ իսկ կարծում սա վերջին այն տեղն է, որ պետք է դիմադրել, պահել մինչեւ վերջնական հաղթանակ այս չարիքի դեմ, չարիքի իշխանության։ Շնորհակալություն, պարոն Մարգարյան, որ համաձայնեցիք այս զրույցին։